կարծես Սանտա Բարբարա սերիալ հիշեցնող դատավարություններին ի վերջո պետքա վերջ տրվի։ Արդեն շուրջ 4 տարի Հայաստանի կառավարությունը չի կարողանում ավարտին հասցնել հյուսիս-հարավ ավտոճանապարհի Երևանով անցնող հատվածի շինարարական աշխատանքները, ինչու որովհետև մի քաղաքացի թույլ չի տալիս երկրի համար բախտորոշ ճանապարհի կառուցումը շարունակել։ Տեղեկացնենք, որ հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը սկսվել է 13 տարի առաջ 556 կիլոմետր երկարությամբ ճանապարհի շինարարության մեկնարկից 7 տարի անց 2019 թվականին նախատեսվում էր այն ամբողջությամբ շահագործման հանձնել, բայց չստացվեց։ Ծրագրի մեկնարկից ավելի քան մեկ տասնամյակ անց պատրաստ է ճանապարհի մոտ 80 կիլոմետր հատվածը կամ ընդհանուրի 18%-ը։ Գործող իշխանությունները միայն առանձին հատվածների համար են ժամկետներ խոստանում, ծախսելով մի քանի $100 միլիոն Գյումրիից մինչև Երևան ավտոճանապարհն է կառուցվել վարկայի միջոցներով, որի համար պետությունը վարկը մարում է, բայց գործը կիսատ է։ Երևանում 250 մետր չի կառուցվում, քանի որ Երևանի Շերամի փողոց 34 կոտորակ 1 հասցե հողամասի ճանապարհը ավարտելու համար անհրաժեշտ 503 քառակուսի մետր տարածքը դեռևս 2018 թվականին գերակա շահ է ճանաչվել եւ 46 միլիոն դրամով օտարվել Հայաստանին։ Սակայն սեփականատեր նախկին ազատամարտիկ Արշակ Արշակյանը 2022 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ հայց է ներկայացրել տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու եւ պետության անունով կատարված իրավունքի գրանցումը անվավեր ճանաչելու պահանջով։ Ավելին, հայցվորը նաեւ միջնորդություն է ներկայացրել, որ մինչեւ դատական գործի քննության ավարտը բոլոր կողմերին արգելվի հողամասի հետ կապված որևէ գործողություն կատարելը, այդ թվում քանդման կամ շինարարական աշխատանքներ, վտարման գործողություններ, օտարում, գրավադրում եւ վաճառք։ Այս միջնորդությունը դատարանը բավարարել էր, դրա համար գործընթացը փաստացի կասեցված է 4 տարի շարունակ։ Արմլուր-ը տեղեկացավ, որ Ասիական զարգացման բանկի պատվերով 2025 թվականի օգոստոսին իրականացվել է հողամասի նոր գնահատում, ինչի հիման վրա քաղաքապետարանը սեփականատիրոջն առաջարկել է 202 միլիոն դրամ, մոտ 5 անգամ ավելի, քան նախկինում փոխհատուցել են։ Բայց սեփականատերը կրկին չի համաձայնել, պահանջելով 700 միլիոն դրամ փոխհատուցում, ինչպես նաև 10 տարի օգտագործման հողի սեփականաշնորհում ու դրա դիմաց էլ փոխհատուցում։ Կարճ ասած, ինչքան հնարավոր է փող է ցանկանում ստանալ պետությունից։ Սա ավելին է, քան Նիկոլ Փաշինյանի կողմից ասված Սանտա Բարբարա հիշեցնող դատավարությունը։ 2018-ից սկսած այս հարցը լուծում չի ստանում։ Արդյունքում տուժում է Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Ահա Սանտա Բարբարա հայտնի հեռուստասերիալ հիշեցնող դատավարության վառ դրսևորում։ 2018 թվականից այս տարածքը պետական գերակա շահ է ճանաչվել, որ Հայաստանի համար ռազմավարական նշանակության ավտոճանապարհ կառուցվի հյուսիս-հարավ ավտոմայրուղին, բայց 8 տարի է այստեղ խայտառակ խցանումներ են եւ ավտոմայրուղու կարևորագույն հատվածը Երևանի հարավ-արևմտյան թաղամասում ուղղակի կանգ է առել։ Արմլուր-ը վիճահարույց հատվածում արձանագրեց, որ իրավիճակը իսկապես անելանելի է։ Կիլոմետրերի հասնող խցանումներ օրվա տարբեր ժամերի, ռազմավարական նշանակության ավտոճանապարհի կառուցման ընթացքի կասեցում եւ վերջապես պետության անկարողություն։ Ինչու, քանի որ Նիկոլ Փաշինյանը SMS չի գրում որևէ դատավորի պահանջելով հարցի լուծում։ Ինչու, որովհետեւ սեփականատերը ընդդիմադիր չէ, գործող եւ ներկա թաղապետերի հետ ունի հարաբերություններ, ուստի հարցը թողել են ինքնահոսի։ Ոչինչ, որ պետությունը տուժում է, որ վարկերը մարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հարկերի հաշվին, ոչինչ, որ տարիներով մարդիկ խցանված են մնում այս հատվածներում։
Պետության համար կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող հյուսիս-հարավ ավտոճանապարհը խցանված է։ Մեկ քաղաքացի նախկին ազատամարտիկ Տիգրան Մեծգնդի հրամանատարներից Արշակ Արշակյանը կանգնեցրել է պետության զարգացման ընթացքը, պետությանը պատճառելով միլիոնավոր վնասներ։ Հազարավոր քաղաքացիներ պետք է օգտվեն այս ճանապարհից ամեն օր, սակայն արգելափակված է, չեն օգտվում մարդիկ։ Ավելին, խցանման պատճառով միլիոնավոր վնասներ են կրում մարդիկ, ավել վառելանյութ են ծախսում մեքենաների վրա, անիմաստ ժամանակ եւ այլն։ Իսկ Նիկոլ Փաշինյանը Սանտա Բարբարա հիշեցնող դատական գործերի մասին խոսելիս չգիտես ինչու պատկերացնում է միայն նախկիներին վերաբերող գործերը, իսկ այս 250 մետր ավտոճանապարհի հարցը 8 տարի է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը անկարող է լուծել։ Թերևս եթե սեփականատերը լիներ ընդդիմադիր, հարցը լուծված կլիներ, հողի սեփականատերն էլ բանտում, պետության դեմ դուրս գալու, պետական շահը ոտնահարելու եւ այլ ծանր մեղադրանքներով։